Ողջույն բարեկամներ, այսօր շատ կարևոր օր է, մի մասով պատմական, մյուս մասով կարծես թե էլի պատմական։ Մինչև նորագույն պատմության այս մեր խայտառակ էջին անդրադառնալ, ես ուզում եմ հիշել, որ ուղիղ 105 տարի առաջ այսօրը բոլշևիկյան Ռուսաստանը օկուպացրեց Հայաստանը եւ դեկտեմբերի 2-ին 1920 թվականին նրանք կարողացան կնքել պայմանագիր օկուպացված Հայաստանի հետ, որտեղ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Դրոն եւ Տերտերյանը։ Եվ այսպես կարդանք ինչի մասին է պայմանագիրը։ Մինչև պայմանագրի հիմնական կետերին անցնել, ես ուզում եմ հիշեցնել ամենակարևորը։ Տարածենք այս հաղորդումը, աջակցեք ալիքին, գրեք ձեր կարծիքները, դա շատ կարևոր է։ Ես անձամբ զգում եմ, թե ձեր օգնությամբ մեր ընդհանուր ուժերով որքան մենք կարողանում ենք ազդեցություն ունենալ բարոյական իմաստով ընթացող դեպքերի վրա։ Հավատացեք, որ շատ պրոպագանդիստներ բավականին զսպվել են իրենց ակտիվության մեջ։ Հավատացեք, ամեն մարդու չի հաճելի այդ պրոպագանդիստներին, եթե ինչ-որ մարդկային բան մնացել մեջներում, դա միանգամից աշխատում է դեպ։ Լսել, արդարացի, որտեղ ես ոչ մի բան օթից չեմ մնալու, արդարացի քննադատություն, երբեմն սուր քննադատություն, դες չեմ խորշում որակալ որոններից, ես կարծում եմ, որ ամեն ապրանք իր անունը պետք է ունենա։ Իսկ եթե մարդը հասել է ապրանքի կատեգորիայի, ստատուսի, ուրեմն անպայման ինքը պետք է իր նաև անուն ունենա։ Եվ այսպես մեր այս հաղորդումները տարածումը եւ մարդկանց ուշադրությունը այս հաղորդումների վրա զսպում է շատերին։ Հավատացեք, լկտիություն այսօր անհամեմատ ավելի շատ կլիներ, եթե չլինեին ձեր ջանքերը այս հաղորդումները տարածելու մասով։ Ես ես վստահեցնում եմ, այսօրվա լկտիությունը կլիներ անհամեմատելի սանձարձակ։ Եվ այսպես, ինչի մասին էր 105 տարի առաջ կնքված պայմանագիրը։ Առաջին, Հայաստանը հայտարարվում է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն։ Ոնց որ դե ված չի։ Մինչև Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը կազմում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին անցնում է ամբողջ իշխանությունը Հայաստանում։ Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են Երևանի նահանգը իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որի զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը Ջաջուր կայարանից Արաքսի կայարան, Գանձակի նահանգ, Զանգեզուրի գավառ, Գանձակի Զանգեզուր, Ղազախի գավառի մի մասը, սա դեկտեմբերի 2-ի պահով, օգոստոսի 10-ի համաձայնություններում եւ Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը, այսինքն մինչև Թուրքիան հարձակվեց մեզ վրա։ Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկվում պատասխանատվության այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հայտարարումը, մինչև, այսինքն այն որ կրվել են Ռուսաստանի դեմ։ Դաշնակցության եւ սոցիալիստական կուսակցությունների անդամները ոչ մի հալածանքի պետք չի ենթարկվեն կուսակցական պատկանելիության կոմունիստական կուսակցության դեմ մղված կռիվներում մասնակցելու խորհրդային Հայաստանի դեմ մի խոսքով գործած հանցանքների համար գործերի։ Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ մտնում են 5 անդամներ եւ այլը Ռուսաստանի խորհրդային կառավարությունը միջոցներ է ձեռնարկում անմիջապես կենտրոնացնելու Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության անկախության պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր։ 8. Սյուն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում է իշխանությունից ժամանակավոր կերպով մինչև հեղափոխական կոմիտեի գալը։ Իշխանությունն է անցնում զորահրամանատարությունը, որի գլուխ է կանգնում Դրոն։ Եվ այսպես, երկու բան եմ ես ուզում ձեզ ուշադրությունը հրավիրել, որ այն ընկերները, այն գործիչները, այն զինվորականները, որոնք կռվել են սովետական բանակի դեմ, կարմիր բանակի դեմ, բոլշևիկյան, նրանք պետք է չենթարկվեին որևէ պատասխանատվության եւ ռեպրեսիաների, որը անմիջապես ընդամենը դեկտեմբերից հետո, մեկ ամիս հետո սկսեցին նրանց կացնահարել թուրք մսագործի ձեռքով Հայաստանի բանտերում։
Ընդամենը մեկ ամիս հետո։ Եվ մյուսը, որ ինքը, տեսեք տարածքները ապահովում է Երևանի նահանգի բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, Ջաջուր կայարանից Արաքսի կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը, պետք է ապահովեք, որ Հայաստան ենք, տենց է ճանաչում Հայաստանը։ Եվ այսպես 21 թվականի հունվարից սկսեցին կոտորվել, մորթվել զինվորականները բանտում, 21 թվականի մարտի 16-ին թուրքերի հետ կիսեցին Հայաստանը։ Սա բոլշևիկներն են, սա բոլշևիկյան Ռուսաստանն է։ Ես հասկանում եմ, թե ինչքան ցավ է հիմա ապրելու այն մարդը, որը ամեն կերպով ակաժները փակում է, ակաժները տեսողությունը աչքերը, բոլոր զգայաները փակում, որ հանկարծ բոլշևիկյան Ռուսաստանի մասին ոչ մի բան չլսի։ Բայց այս պայմանագիրը ես չեմ կնքել, հարգելի իմ ռուսահայեր կամ ռուսասեր հայեր, սա կնքվել է բոլշևիկյան Ռուսաստանի եւ Հայաստանի ժամանակավոր կառավարության միջեւ։ Այո, Փետրվարյան ապստամբությունը ընդամենը 2 ամիս հետո հենց դրա համար իրականացավ, որ իրենք խախտեցին իրենց խոստումները եւ սկսեցին կացնահարել բոլոր հերոսներին, եւ Սարդարապատի հերոսներին, եւ այն բոլոր աշխի ընկած զորահրամանատարներին, որոնք կռվում էին Կարմիր բանակի դեմ։ Եվ միջև Հայաստանում ժամանակավոր կառավարություն էր, հաղթել էր Փետրվարյան հեղափոխությունը, նույն ժամանակ Մոսկվայում իրենք կնքում էին իրենց, կիսում էին Հայաստանը։ Թքած նոր Հայաստանի ժամանակ այդ 2.5 ամիս իշխանություն չունեին, որովհետև Կարմիր բանակը գնացել էր ապրիլին մտել էր Վրաստան, բոլշևիկացնում էր Վրաստանը եւ Հայաստանը այդ ընթացքում կարողացել էր անկախանալ։ Իհարկե հետեկան գրավեցին, բայց նույնիսկ այդ ընթացքում, երբ որ Հայաստանը իրենց ձեռի տակ չէր, իրանք կիսում էին Աթաթուրքի հետ Հայաստանը։ Սա է 105 տարվա ընդամենը արի առաջ եղած պատմությունը։ Եվ այդ ժամանակ իրանք որոշեցին, որ անկախ նրանից հայերն ինչ են ուզում, իրանք մասնատելու են, կիսելու են թուրքերի եւ ռուսների մեջ այս Հայաստանը։ Անկախ նրանից թե ինչ են խոստացել պայմանագրով, իրանք անելու են մեկը, այն ինչ որ իրենց պետք է։ Սա եւս նրանց համար, ովքեր մտածում են, որ կարելի է ռուսների հետ կնքել պայմանագիր, ռուսների, թուրքերի հետ կնքել պայմանագիր, ու այդ ստորագրությունը թուղթը ինչ որ մի բան արժի։ Խնդրեմ, այս թուղթը ընդամենը 1 ամիս հետո զինվորների մասով խախտվեց, բռնաճնշումների, 2 ամիս հետո Հայաստանի տարածքային ամբողջականության մասով խախտվեց։ Այս թուղթը հիմա կան տխնամարներ, որոնք այս կարգի թղթեր են հավատում եւ այս կարգի թղթերով պատրաստ են իրենց անվտանգությունը, իրենց ինքնիշխանությունը զիջել նույն Թուրքին։ Հիմա գանք մեր օրեր, տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում։ Լսենք սա։ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր, թվով 13-ը, դրանց շարքում նաև Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսով թվագրված այն առաջարկը, որը տևական ժամանակ ներկա ու նախկին 3 իշխանությունների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքների թեման է։ Իսկապես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդել, հրապարակված փաստաթուղթը սկսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ բառերով։ Չնայած առաջարկի պահին Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր էր, ղեկավարն էլ վարչապետը։ Փաթեթային լուծում ենթադրող առաջարկը նախատեսում էր Ադրբեջանին 7 շրջանների վերադարձ, պայմանով, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը պահպանվի։ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը եւ կունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ համաձայն միջազգային իրավունքի։ Ես չգիտեմ, քանի հոգին դիտողներից եղել Ստեփանակերտում, իմ եղած քաղաքներից ամենակոկիկ, ամենագեղեցիկ եւ ամենամաքուր քաղաքներից մեկն էր։ Ամենամաքուր։ Երևանը նույնիսկ մոտ չէր գնում։ Նույնիսկ մոտ չէր գնում Ստեփանակերտ։ Իր կոկիկությամբ եւ մաքրությամբ։ Իսկ հիմա
նորմերի եւ սկզբունքների։ Դրանով հանդերձ քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումը որևէ կերպ չէր սահմանափակվի եւ ցանկացած արդյունք կհարգվեր կողմերի կողմից։ Առաջին փուլը ներառում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո 5 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբատլուի վերադարձ Ադրբեջանին։ Քելվաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱՀԿ դիտարկման ներքո, իսկ ապաշրջափակմանն ուղղված քայլերը արդեն պետք է սկսեին 5 շրջաններից ուժերը դուրս բերելուն զուգահեռ։ Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումը Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվելու էին Լեռնային Ղարաբաղում կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքները։ Բանակցային փաստաթղթերի հրապարակումից կարճ ժամանակ անց ընդդիմադիրները սկսեցին արձագանքել, ըստ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, իրենց պնդումները հաստատեցին, եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, կլիներ խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ։ Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը, սակայն, կրկին բարձրացրել է այս առաջարկին պաշտոնական Երևանի պատասխանը հրապարակելու անհրաժեշտությունը, որը հրապարակված փաստաթղթերում չկա։ Կա երկու հնարավոր բացատրություն։ Առաջին, Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը ել ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը։ Երկրորդ, պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում, որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը, փաստորեն մերժելով բանակցությունները եւ բացելով կործանարար պատերազմի դուռը։ Կա նաև երրորդը, որ ինքը ուներ լրիվ այլ նպատակ, եւ այդ ծրագիրը հանրաքվե, ինքնիշխանություն, ինքնորոշման իրավունք, դրանք չեն մտնում այդ նպատակի մեջ։ Եվ ինքը դրա մասին ասաց, որ դեռ 18 թվականին ինքը որոշել էր, որ Արցախը Ադրբեջանը։ Ոքի որ այդ մասին այն ժամանակ ասեր, իրեն չէին թողի աշխատի։ Սա իր բառերն է։ Փաշինյանը միայն տարեսկզբին է խոստովանել 2019-ի բանակցային առաջարկի գոյությունը։ Նախքան պատերազմը 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։ Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Բանակցությունների սեղանը միշտ թուղթ ա եղել, տենց Երբ ինչ ուզել ասել է։ Այսինքն երբ ինչ ուզել ասել է, փաստաթուղթ չկա։ Ես ոչ մի բան էլ չեմ բանակցել։ Ինչ ասես եղել է։ Սա նույն մարդու բառերն է։ Եթե հանկարծ փորձ լինի Արցախի վրա հարձակվել, դա հարձակում է Հայաստանի Հանրապետության վրա։ Էլիա խոսքերն է։ Ես որոշել եմ, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջան, ուղղակի որ ասեի չեք թողի աշխատել։ Էս էլ իր խոսքերն է։ Դե հիմա ինձ ասեք։ Դուք ինձ ասեք, որովհետև իմ լեքսիկոնը սպառվել է։ Այս մարդուն լուրջ ընդունողը կամ աջակցողը ի՞նչ է։ բան չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Մինչ Արցախը Ադրբեջանի կազմում 2022-ին ճանաչած Փաշինյանը պնդում էր 94-ից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Նախկին նախագահներն ու նրանց թիմակիցները համանախագահների վերջին 2019-ի առաջարկը դրական ընդունելի էին որակում, պնդելով, թե հնարավոր էր պահպանել Արցախը։ Իսկ շհրապարակելը բացատրում էին նրանով, թե Փաշինյանը իր ձախողումները պարտակում է։ Մի հատը Սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է մեզ։ Փաստորեն դու ոչ թե արտգործ նախարար ես ունեցել, ճուլան ես ունեցել, հա, Փաշինյան Նիկոլ։ Ասես կապիկություններով իր իդիոտներին, իր ուղեղի, իր որակի իդիոտ հետևորդներին զբաղացնում է։ Փաստորեն 19 թվականին կար նույն առաջարկը, ինչի մասին մենք միշտ իմացել ենք, ինչի շուրջ միշտ բանակցել են։ Եվ դա այսօրվա պերսպեկտիվայով նայով, այսօրվա տեսակետից որ նայում ես, առավել լավ է, քան ինչ որ մենք ունենք, հա։ Բայց չէ, սա ուրիշ բան է որոշել, Արցախը պիտի լինի Ադրբեջան։ Ոչ միայն Արցախը, այլ Բաղանիս, Ոսկեպար, դա համար հենց գեոդեզիայի ինստիտուտի վերացումը իր առաջի քայլով 18 թվականին, գեոդեզիայի ինստիտուտը ինչ էր անում իրան, որ հետագայում սահմանները քաշելուց գեոդեզիայի ինստիտուտի փաստաթղթերին հղում չանեին մարդիկ, որ իրենք որոշեին, որ GPS-ով աշխարհում ոչ միտեղ GPS-ով բան չեն անում,
չկա տես պրակտիկա կամ բնական սահմանագծեր, որ հետո որոշի չէ, Հայաստանը պետք է GPS-ով Ադրբեջանի օգտին ինքը սահմանազատի ու տա Ադրբեջանին, ինչ որ Ադրբեջանի պետք է, կամ ինչ որ ինքը արդեն խոսք է տվել։ Մարդ ինչ կարգի անասուն պետք է լինի, որ դնի այս օրերի սա հրապարակի։ Մենք գիտենք, չէ՞։ Հիմա սրան թվում է, թե որ հրապարակելը ինքը իր դիշկերը ամրացրելը, սա ինքնասպանություն է։ Սա ինքնասպանություն էր ուղեղով մարդկանց գնահատականի պայմաններում, ասենք, բայց ապուշի համար այս բաները, արգումենտները, այս հանգամանքները ոչ մի բան չի փոխում։ Ես ես վստահեցնում եմ, հիմա այս տեսանյութը տարեք ցույց տվեք շարքային Նիկոլականին, շարքային։ Կասի, ինչ կապ ունի, նախկիններն են մեղավոր, հենա նախկինները տվել էին ամեն։ Ինչ ուզում եք արեք, դրան եմ ասում, ապուշը մենակ այս ամեն ինչը հրապարակել, որովհետև իրանց համար այս հրապարակելուց հետո մեկը ոչ մի բան չի փոխվելու։ տալիս է Ամիսներով իմի բերվող փաստաթղթերի հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարության կայքում պարզաբանում հայտնվեց, թե հրապարակված փաստաթղթից հետևությունը մեկն է. Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք ձևավորել է Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտան, իսկ բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին միանալու շուրջ։ Պատկերացնեք հրապարակելուց հետո հասկացել են ռեակցիաները, լսել են, նոր են հասկացել ինչ են արել։ Հիմա ասում է, չէ, այդ հրապարակել են, դրանից մի եզրակացության կարելի ալա։ Որ այն էլիտան, դա Լևոնն է, որ եկել է իշխանության, իր նպատակեց հարցը որ կա գործել իշխանության գալու համար, եւ վերջ, եւ Արցախը վաճառելու մեջ է եղել։ Ու Արցախի անկախության հարց չի եղել։ Հասկանում եք սրանք ով են։ Հասկանում եք սրանք ով են ընդհանրապես։ Հիմա պետք է Աշոտյանին լսենք ստիպված չունի։ Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց իր քաղաքական ամենամեծ ֆիասկոներից մեկը եւ կատարվեց այն, ինչ բոլորս վաղուց գիտեինք, որ նա իր ճակատին վերջնականապես դաջեց Արցախը հանձնողի անպատիվ կլիմոն, խարանը։ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերում սուտ որակեց իշխանության պնդումը 2019-ի առաջարկը երանելի։ Ֆիքսվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը։ Զռմա որ Նիկոլն է գրել։ Ուրեմն գովը եմ կայքում անմիջապես այս թղթերի հրապարակումից հետո դրած է հոդված, որտեղ այս մարդը սուտ, ափաշկերա սուտ, ասում է ինչ ասում։ Ասում է Լիսաբոնի գագաթնաժողով 96 թիվ, ինչ կապ ունի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևը 2018-ի Սերժի թողաջարանկության եւ 19-ին տված փաստաթղթի հետ։ Ոչ մի կապ չունի, այն անցած этаպի թուղթը 96 թվականի հետ իր մեջ բերված թուղթը, էլ ոչ մեկի տնգլին չի եղել, Մինսկի խմբի տնգլին չի եղել, ոչ մեկի տանձին չի եղել այդ թուղթը, որովհետև որևէ առաջարկության մեջ հղում ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողով 96 թվականի չկա, իրանց լեզվով ասած յոխ, չկա։ Մինչ ընդդիմադիրները 2019-ի առաջարկի վրա են կենտրոնացել իշխանականները Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման 9 Տեսան, որ հրապարակած փաստաթղթեր երևում է, որ 19 թվականի նույնիսկ առաջարկները նույնն են եղել, որ այս տականքը մերժել է, ու մենք չգիտենք ինչա պատասխանել կամ պատասխանել է ընդհանրապես թե չէ, հա։ Հիմա ասում են չէ, այսին մոռացեք սա մասին։ Մի նայեք դա, ուշադիր եղեք։ Քոչարյանը Մեղրին փոխանակելու մասին է բանակցել։ Բայց գիտես ինչ, ճիվախ։ Եթե նույնիսկ ինքը Մեղրին ինչ որ մի բանի դիմաց փոխանակելու մասին է բանակցել, ինքը ոչ մի բանի տակ չի ստորագրել ու Մեղրին ոնց կա դրանց էլ կա։ Բայց դու ամբողջը հանձնեցիր։ Հիմա հրապարակելուց հետո ընկել են ցայտնոտի մեջ, ասում են չէ, ես մի լսեք։ Չէ, սրան մի նայեք։ Չէ, մատ հիշեք Լիսաբոնի բայ 96-ին ինչ են խոսում։ Այ ողորմելի, այ տականք, ինչ կապ ունի Լիսաբոնում 96-ին ինչ են խոսում։ Հենա մի անգամից բանը 20-րդ համագումարը գնա։
կոմունիստական կուսակցության, տեսել 65 թվականին ինչից են խոսում։ Գնաց չէ, 65-ին չէ, 57-ին էր, 28-ը։ Ինչ որ է։ Գնան դեղից արի։ Բայց նույնիսկ եմ ասում, այս հանգամանքները էական են բացառապես մտածող մարդու համար։ Բացառապես։ Հա, որ հələ միջև մա կասկածներ ուներ, միջև մա կասկածներ ուներ, լսեց, ասեց հա էլի 19 թվականին նույն առաջարկությունները սեղանի վրա էր եղել։ Սերժը չէր ռիսկանում ընդուներ, Ռոբերտը ռիսկ չէր անում ընդուներ, ինքը ամենամեծ վատությունը, որ կարող էր աներ, էդի ընդունենն էլ, որի արդյունքում մնում էր Քարվաճարն ու բանը, Միջանցքը, Լաչինի, Բերձորի, Արցախի հետ։ Դա ամենավատագույն տարբերակն էր, ամենամեծ վատությունը, որ կարող է Նիկոլը աներ, դա էր։ Ինչու նախատեսված էր։ Այդ ամեն ինչը ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։ Բայց չէ, ասես չէ, ես այսքան վատ բան չեմ կարող անեմ ձեզ։ Ես ավելի շատ վատ բան պետք է անեմ։ Ձեր երեխեքին պետք է տանեմ կոտորեմ։ Արցախը պիտի դատարկեմ։ Հետո պետք է Զանգեզուրը տամ ու Հայաստանը բան անեմ, որպես պետություն կազմալուծեմ գնա։ 19 թվի պլանից են մեջբերումներ անում, մեկնաբանելով, թե ժողովրդի թիկունքում Քոչարյանի իշխանությունը բանակցում էր մեղրին տալու եւ ադրբեջանցիներով բնակեցնելու շուրջ։ Սրան արձագանքել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, հայտարարելով, որ փաստաթղթերում նորություն չկա, իսկ իր համար ամենացնցողն այն էր, որ փաստաթղթի անվան տակ հրապարակվել է հայկական ժամանակի հոդվածը, նկատի ունենալով հենց Մեղրի եւ Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակը։ Բագրատ Միկոյանը նաեւ Այդ իդիոտը այս բանը խոսակցությունը հիմնավորել է իր գրած հոդվածով։ Հայկական ժամանակի իր գրած հոդվածով, որ sense բան է եղել։ Խոսակցությունը որպես փաստաթուղթ ինքն իր հոդվածն է գրել դրա տակը։ Դե խոսքով որպեսզի ամփոփենք, ինչ պետք է լիներ 19 թվականին, որ չեղավ, որ ասես, չէ, էսի բավականին լավ է հայերի համար, արի ես ավելի վատ բան մտածեմ։ Պետք է լիներ այսպես 7 շրջանների միջև վերջնական վերադարձը պետք է վերադարձվեր 5 շրջան մնար Քարվաճարի ու Լաչինի շրջանները Միջանցք ՄԱԿ-ի վերահսկողության տակ մնար Արցախը լիներ հետո տարիներ հետո հանրաքվե այսքան երեխա չէր սպանվում ամենակարևորը Քարվաճարն ու Լաչինը մնում էին Քարվաճարը մեր աղբյուրների աղբյուրը ջրի խմելու ջրի աղբյուրը բա չէ դեն պետք է տար հետո արագ ստորագրությունով տվեց արի թե չէ կչորանաս կվերանաս որպես պետականություն արի ու վերջ ու Արցախը մնում էր տեղում այսքան երեխա չէ սպանվում ՄԱԿ-ը գալիս էր մտնում էր զորքերով կանգնում էր այնտեղ հավերջ ոչ կրակ ոչ այս հանրաքվեն էլ երբ ուզում լիներ ինչ արդյունքում ուզում էր թող լիներ ինչ պետք է արդյունք լիներ Արցախում կատարված հանրաքվեն Սա մի բան է նույնիսկ այդ ժամանակ մեր համար ընդունելի չէր էլի չէ ասեց ես ինչ ես խոսում ես պետք է տանեմ սպանեմ հետո ասեմ ես ոչ մի բանի շուրջ չեմ բանակցել ընդհանրապես հետո ասա չէ ես չէի բանակցել բայց ես արդեն որոշել էի ինչ պետք է անեմ Ես անասունիներ գիտեք ով է Ստամբուլի ճուտ Ռոբեր Ռուբինյանը Սմա այժմ պիտի գնա Փաշինյանի հետ բանավեճի երբ վախկոտ ստախոսներ չեն Գիտեք ինչի որտեվ հասկացել են որ այն ինչ որ պետք է բանավիճեին հենա փաստաթղթերով կա էլի Գիտեք ինչի է պետք է կապիկությունը որ ինքը կանգնի մեկի դեմ ուսի ղժղժալ իր ամբողջ ժեստիկուլյացիայով միմիկայով որ դուք սրիկա եք եղել որ դուք թալանել եք բանակը որ դուք վատը չեք որ ինքը դեմոկրատական հեղափոխություն արել որ ինքը մի խոսքով այն ինչ որ ինքը կարողանում է անի լկտի սուտ ինչ հնարավոր է սկսի Բարսելոնայից վերջացնի եսին որտեղ բայց ոչ իրական թղթերի վերաբերյալ խոսա այն լսողներ չհասկանա ինչա կատարվում չէ որ մեր ժողովրդի 90+%-ը իրական խնդիրը չէ իմանում իրական խնդիրը չի պատկերացնում ուղղակի հա
Եվ այդ ժամանակ պատկերացնում նայում ասենց ով ավելի շատ ղժղժաց, վստահ, ուրեմն էլ ճիշտ էր։ Նիկոլ Փաշինյանի եւ այս տականքների հույսն էլ դա հասկանալով որ ամեն ինչ արդեն կորցրել են, վերջ-վերջը հրապարակվեց 19 թվականի առաջարկը, սանից եկում էլ բան չի կարա լինի։ Սանից եկում իրան կարող են արդարանալ մի ձև, որ ցույց տան իրենք ինչ են պատասխանել, որ դա մերժվել է։ Այսինքն հա պատասխանը պետք է ցույց տան, հա մերժումը ցույց տան, որ դա չի ընդունվել։ Մենակ դա կարա փրկիլը։ Ուրիշ ոչինչ բան։ Հասկացել է որ չի փրկում, չէ, արեք ղժղժանք իրար վրա։ Արեք։ Գամ, բա չէ։ Հիմա առայլ ես նկատի իմաստ չկա։ Բայց այս նույն օրը այն մյուս հիման մասային խափում են գիտես ինչով Եվրոմիության հետ մենք ստորագրեցինք համագործակցության պայմանագիր նույնիսկ անվտանգային ոլորտում։ Բայց ինչ հատակը, ինչ են ստորագրել, հիմա ես կասեմ։ Բայց գիտեք ինչ են արել, հենց այսօր որ համընկնի իրար հետ։ Որ վաղը Ստեփան Գրիգորյանների, Հովսեփ Խուշուզյանների նման, Արամ Սարգսյանների նման ոչնչությունները խոսեն ոչ թե 19 թվականի առաջարկության մերժումից, դավաճանության փաստից, այլ խոսեն։ Էդի միկոմ, Արարատ Միրզոյանը Եվրոմիության հետ ինչու հուշագիր է ստորագրել։ Ոչ մի բան չասող հուշագիր, բայց դա կարևոր չի։ Կարևորը որ իրանք վաղը խոսալու բան պետք է ունենան կամ այսօր արդեն, հա։ Հասկանում եք, չէ՞, որովհետև այդ ոչնչությունները սնվում են, չէ՞, պետք է խոսան, չէ՞։ Ասենք պետք է Ազատ Արշակյանը վաղը մի բան ասի, չէ՞։ Որտեվ գալու են միկրոֆոնը դնեն բեյնի դեմ, ասեն, արա խոսա ձեն անի։ 19 թվականին այդ 10-ը մերժել է։ Միսկի խմբի այնտեղից հազիվ կազմալուծեցին, դեկտեմբերի 1-ով էդ էլ կազմալուծեցին։ Էդ էլ Իլան Ալիևը ոնց ուզել է կետ առ կետ սաղ իրականացվել։ Կետ առ կետ։ Պետք է դանեն մտցնեն բերանը, չէ՞ միկրոֆոն ասեն, ալի մի հատ ասա, մի բան ասա 19 թվականի ծրագիրը ոնց է։ Ինքը ասել է, դե գիտեք ինչ շատ վիճելի է մոտարապես ես մեծ հիմա պատասխան, բայց դրա փոխարեն Եվրոմիության հետ նոր համաձայնություն ունենք։ Եվ վերջ։ Իսկ նոր համաձայնությունը ինչի մասին է։ Ոչ մի բանի մասին։ Ուզում եք լսենք։ Բրյուսել տեղափոխվենք, Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցությունը եւս մեկ աստիճանով են խորացնում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Դաշինքի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն են ստորագրել նոր փաստաթուղթը։ Մեր թղթակից Արտակ Խուլյանն է Եվրամիության մայրաքաղաքում։ Բարի երեկո Արտակ, ինչ է ենթադրում այս փաստաթուղթը։ Բարի երեկո Կարլեն, նախ ասեմ, որ Բրյուսելում Հայաստան Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպման այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը համագործակցության նոր Հայաստան Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ ստորագրեցին։ Ավելի քան 70 էջանոց փաստաթղթի հիմնական բաղադրիչներից մեկը Հայաստան Եվրամիություն անվտանգային ու պաշտպանական գործակցությունն է։ Բրյուսելը պատրաստվում է աջակցություն տրամադրել Երևանին դիմակայության բարձրացման համար։ Փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Ազատությունը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ կարիքներ է ներկայացրել Հայաստանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում եւ ինչ տեսակի համագործակցություն Որ ասում է լավ է հնչում, չէ՞, անվտանգության ոլորտ միանգամից բան եք ստորագրել։ Եվրոմիությունը գալիս է մեզ ֆսկի, անվտանգության ոլորտում բան է ստորագրել։ Իսկ պատասխանը եւ ֆինանսավորում է դա ենթադրում։ Արդյոք այդ գործակցությունը ներառում է նաեւ սպառազինության ոլորտում հնարավոր աջակցություն։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը հստակ պատասխան չտվեց։ Որովհետեւ չի ենթադրում ռազմական որևէ աջակցություն։ Ընդամենը 15 միլիոն եվրոյի վարկ են տալիս միջև ընտրություններ։ Որ գնացեք ուժեղացրեք ձեր սահմանները։ Հակամինային ինչ տեխնոլոգիաներ արեք, սարքավորումներ արեք, հա։ Այսքան բան։ Ոչ մի բան ուրիշ։
Ինչ պետք է ասի, ապուշ բան է ստորագրել, ոչ մի բան, ոչ մի էական բան։ Պատկերացնեք ինչ կարող է սարքել են տալու, որ դրանով մին գտնեն։ Բայց դա վաղը այս պրոպագանդոնների կողմից օգտագործվել է որպես ինֆորմացիոն խլացուցիչ գլուշից են։ Այն ատրճանակների վրա որ դնում են, sense գլուշից են խփելուց ձենը չգա։ Հիմա այս աղմուկը սրանով պետք է օգտագործեն որպես խլացուցիչ, որ ասեն Այն էլի մի կողմ, բայց մենք Եվրոպայի հետ մի այնպիսի 15 միլիոն եվրոյի մի քանի հատ ընդհանրապես սարքավորում առնելու մին գտնելու համար։ Ու վերջ։ Եվ մյուս ֆրազը Կայա Կալասի, որ ասեց, դա վերաբերվում է, որ Հայաստանում ռուսականությունը ուժեղանում է, տեսեք ոնց են այս ապուշներին մոլորացնում։ Սա քիլ են ապուշ, էլի, ուրեմն Կայա Կալասը իդիոտ կայա։ Եթե իրան թվում է Հայաստանում բանը ռուսները հեսա գզելու են իշխանություններին, ու այս իշխանությունները ռուսների շները չեն, սա ուրիշ բան, քան իդիոտ չի կարելի ասել։ Եվ ինքը վախեցած է, որ Մոլդովայի օրինակով հանկարծ ռուսները իշխանության փորձեն գալ Հայաստանում։ Ռուսները իշխանության չեն Հայաստանում։ Մոլդովայի օրինակով կարող է փորձեն գալ իշխանության։ Դրա համար է Նիկոլ Փաշինյանը ասում, որ 26 թվականի ընտրությունները իրանք ամեն ինչ անելու են, որ լինի իր ու Ռոբերտ Քոչարյանի մեջ, կամ իր ու Արման Թաթոյանի մեջ, որը նույն բանն է։ Ռոբերտ Քոչարյանը չի, Սերժ Սարգսյանն է, բայց իրանք ներկայացնելու են որպես սրանք ռուսական թեև։ Այսօրվանից Կայա Կալասը իրան էլ թվում է Կայա Կալասի նման նույն ասում, դա ուրիշ բան կան, իդիոտ չես ասի, որ Հայաստանի իշխանությունը, որ գնում գալիս է իրանց մոտ, խափելով, բայց գնում գալիս է, ուրեմն ինքը ձգտում է դեպի Եվրոպա։ Եվրոպա գնալու որոշում ընդունել են խորհրդարանով, որոշում, բայց ոչ մի բան այդ ուղղությամբ չի արել։ Օրենքի մակարդակով ընդունել է դեռ գալնանը, բայց ոչ մի բան չի արել։ Այսօր եկել է 15 միլիոն գրանտ վերցնի գնա։ Ու սրանց թվում է Հայաստանը գալիս է դեպի Եվրոպա։ Բայց սրանց ինչ ասես։ Ուրիշ, ինչ կարելի է սրանց ասել։ Բայց կարևոր չի, սա ինֆորմացիոն մի հատ բան է, առիթ, հա, որ բառը, այդ պրոպագանդոնները, որի միացել է նաև Ազատ Ախշակյան, խոսեն, բա փող է ստանում, մի բան պետք է ասեն, թե չէ, խլացնեն, կտեսնի, ասածս հիշեք։ Եվ այսպես։ Այս 5-ին որոշեցին, որ իրանք պետք է չլինեն ցուցակով մյուս տարի ընտրությունների մասնակցելու համար։ Սրանց մեջ է Զիբիլի կատվի Զիբիլ ախպերը, հրաչը, հրաչիկը փնթին, Արշակը, գել տեսած իդիոտը, ինչ խոսքով Լենան, Գրզոն, մյուսը արդեն էական չի։ Ժամանակը կգա, մենք կիմանանք սրանց ինչ են ասելու գնացինք։ Ես հիմա չեմ ուզում եզրակացություններ անեմ, բացարձակապես չեմ ուզում անել, բայց ես այդ Արշակի, որ խոսալը լսա, ինքը ներկայացնում էր, որ ինքը գնում է մասնավոր սեկտոր բիզնեսի, ու բոլորն այդ են ասում։ Ես ուզում եմ ասեմ, ուզում եմ տեսնեմ մասնավոր սեկտորի այդ բիզնեսի տիրոջ աչքերը, որը ասելու է Արիստեղ դու ինձ այնքան պետք ես, դու ինձ այնքան պետք ես կամ ձեզանից ցանկացած մեկին, որ ես առանց քեզ ես բիզնեսը չէի կարողանում աշխատացնել։ Նենց եմ ուզում տեսնեմ դու ես անում։ Ով քո կարիք ունի, ով է դա էլի, եւ ինչ անում։ Ձերբակալվել է Եվրոմիության նախկին արտգոց նախարարը։ Բա Մոգերինին ձերբակալվել է կոռուպցիայի համար։ Ուղղակի սպասում եմ, երբ իրանց նախագահ Եվրոմիության կալանավորվելու Ուրսուլա ֆոն դեր Լայնը, մեծն սիոնիստ։ Ուրեմն sense բանել է հնարավոր։ Եվ հիմա գանք շատ կարևոր տեղ։ Սա լսենք։ Եվ այսպես, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը 7 երկ գիտի, 7-ն էլ Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին։ Թուրքական ազգայնական հակումներով հեռուստաալիքի եթերում է նորություն ընկալվել, ամիսը մեկ այնտեղ է եւ նույն առաջնահերթությունն են առաջ տանում։ Թուրքական աշխարհի միավորում։ Ուրալօղլին հարցնում են Էրդողանի նախագծած այս միջանցքները թուրքերի որ դարդին են լուծում գտնելու։ Ուրալօղլուն սկսում է խոսել առևտրից, նրան ընդհատում է հյուրերից մեկը։
Այդ ճանապարհները երկրորդ կարևոր նշանակություններ ունեն միայն առևտրի մասին չեն, հատկապես այդ դեղինով նշված ճանապարհները թուրքական աշխարհի եւ Թուրքիայի միջև, որոնք նախկինում երբեք գոյություն չեն ունեցել, շատ կարևոր են։ Երբեմն Որոնք լսեք, որոնք նախկինում երբևէ գոյություն չեն ունեցել, շատ կարևոր են, որտեղ դա առևտրի մասին չի։ Դա ընդհանրապես առևտրի մասին չի։ Որովհետև այն որ Վրաստանով է գալիս, դա ավելի կարճ է։ Ավելի կարճ է ու պատրաստ է, թե ոչ մի բան պետք չի անել, եթե խոսքը առևտրի մասին է գնում։ Ճանապարհ, որը շատ ավելի կարևոր է, որը երբեք չի եղել։ Դա Թուրքիան Ադրբեջանին միացնելն է, Զանգեզուրը կտրելն է, Հայաստանը Իրանից, սիոնիստներին Իսրայելին բերել մտցնել Իրանի տակ, որը բոլորին սա ձեռք է տալի, բացի մեզանից։ Նրանք առաջ մոռանում ենք, բայց դուք հիշեցրեցիք։ Դեղինով նշված ճանապարհը կապված է Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, իհարկե Զանգեզուրի հետ։ Սրանք կապեր են, որոնք կարող են շատ լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ ապագայի համար։ Այո, շատ լուրջ հետևանքներ քաղաքական ապագայի համար։ Իրանք 105 տարի առաջ ինչ որ արել են Հայաստանի հետ, ինչ որ կնքել են Ռուսաստանի հետ, իրանք կնքել են այսօրվա համար։ Հիմա իրանք պլանավորում են ապագայի համար լուրջ քաղաքական հետևանքներ, որովհետև սանով կիսվում է Հայաստանը եւ սա միանում է երկու թուրքական պետություններ ու դեպի Կասպից ծով մնացած Ուզբեկստան, Ղազախստան, Կիրգիզստան, Տաջիկստան եւ այլն։ Ու գնում ասում են այնտեղ։ Ու այսօրվա ամերիկյան կառավարությունը, դա ես պետք է ասեմ, այսօրվա ամերիկյան կառավարությունը դրան համաձայն է։ Նույնիսկ ես մի բան լսեցի, հաղորդում լսեցի, որտեղ ասվեց, որ այս թուրքական աշխարհից երկու մասնիկ է պակասում, որ նա իրականանա։ Ամերիկյան վերլուծաբաններ, Հայաստան ու Տաջիկստանը։ Այդ երկու փոքրիկ մասնիկն են մնացել։ Ու սա ներկայացում են որպես բան, լավ հեռանկար։ Դա ես օր առաջ սպասում եմ, թե այսպես սիոնիստների ղեկավարությունը, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների, պարտվելու։ Վաղը Թենեսիում շատ կարևոր ընտրություններ են, շատ, այնքան կարևոր, որ Թրամփը շորերն են ճեղում այսօրվանից։ Բոլորին հանել է ոտքի, որ հանկարծ իրանք վաղը չպարտվեն Թենեսիում, որովհետև Թենեսիում պարտվելու ինքը տեղ է հաղթել։ Որովհետև այդտեղ եթե պարտվեցին, իրանք մահկանացուն են կնքում իրանց ապագա բոլոր քաղաքական հաղթանակների։ Այսինքն նշանակում է 26 թվականի ընտրություններն իրանք էլ ոչ մի շանս չունեն։ Կորցնում են նախ մեծամասնությունը, երկրորդն էլ եթե Թրամփը ամենաշատը 22 միավորով մոտավորապես տեղը հաղթեն ու ընդամենը 1 տարի հետո պարտվեն, սա հայտարարակ բան է։ Ու ես սպասում եմ, եթե հիմա Թենեսիից նայողներ կա, հույսով եմ դուք ամեն ինչ կանեք այդտեղ, որ հանրապետականները պարտվեն, որ մենք փրկվենք, որտեղ սրանց ծրագրի մեջ, պատկերացնում եք, սրանք ասում են Թրամփի ադմինիստրացիան, որ այս թուրքական աշխարհի մեջ երկու մասնիկ է պակասում, այդ ժամանակի հարցը, Հայաստանն ու Տաջիկստանը։ Ինչու Հայաստանն ու Տաջիկստանը? Ենթադրում եմ, որտեղ Տաջիկստանը ինքն ամեն դեպքում իրանական աշխարհի հետ կապված տարածք է, նա թուրքական չի։ Դե, իրանք մտածում դա ժամանակի հետ կլուծեն այդ հարցը։ Գնանք առաջ։ İHARKE, Kafkasya, Türk-Hakan Hanrapետությունների հետ böyle yani siz yani bir taraftan da bu yani tamam ticarettir, istihdamdır, gelirdir ama bir taraftan da stratejidir. անկասկած, այսինքն մի կողմից սա իհարկե առևտուր է, զբաղվածություն եւ եկամուտ, բայց մյուս կողմից նաեւ ռազմավարություն է։ Բառացիորեն 2 րոպե։ Վերջ։ Սա ընդհանրապես մի կողմից է առևտուր, բայց ամենակարևորը սա ռազմավարությունն է։ Ռազմավարություն։ Ու Հայաստանը ինքնասպանի դիրք է բռնել, ընդ որում նայեք իր ինքնասպանությունով ոչ թե միայն Հայաստանը վերանում է, ինքը միջև կվերանա, դառնում է նաև երկու իր ամենակարևոր հարևանների թշնամին այդ ընթացքում։ Մի կողմից Իրանի, որովհետև ինքը համաձայնվում է կիսի մեկուսացնի բլոկադայի մեջ դնի Իրանին, մյուս դեպքում Վրաստանին։ Մի ճանապարհ, որ Հայաստանի ոչ մի բան չի տալիս, թշնամացնում է իրեն Վրաստանի հետ։
այս ճանապարհը Զանգեզուրի ոչ թե մեզ ոչ մի բան չի տալի, սա մեր տապանակներն է, որը մեզ թշնամացնում է համ Իրանի հետ, համ Վրաստանի հետ։ Պատկերացնում եք։ Ասենք սրանից ավելի մեծ խայտարակություն, ավելի մեծ անպատվություն, որ կարող է լինի։ Ինչ կարող է լինի, որ քո մահը նույնիսկ ոչ թե ծառայի քո փրկության, այլ քո անպատվության։ Մարդու մահը ծառայի անպատվության, պատկերացնում եք։ Րոպե անց Ուրալօղլուն արդեն իր նախաձեռնությամբ սկսում է խոսել թուրքական աշխարհը միավորելու եւ Հայաստանի տարածքի Սյունիքի մասին։ Որոշում են հերթով մանրամասն նայել Թուրքիայի նախագծած ճանապարհների եւ միջանցքների քարտեզներին ու սկսում են Զանգեզուրից։ Իհարկե, թուրքական աշխարհի վերաբերյալ նախ Զանգեզուրը։ Orta koridoru konuşalım. Orta koridor Zengezur'da onun bir... Եկեք խոսենք միջին միջանցքի մասին։ Զանգեզուրը դրա մի մասն է։ Միջին միջանցքը իսկապես արժեքավոր է։ Երբ մենք կապվենք Զանգեզուրի հետ, այն կունենա հատուկ արժեք։ Ayrı bir kıymeti olacaktır onun. Սա ձեր ամենակարևոր նախագծերից mekն է։ Ve buradan Çin'den... Այո, Չինաստանից դուրս եկող բեռնատարները այս միջանցքով 18 օրում կարող են հասնել Լոնդոն։ 18 günde geçilebilen burada bir koridor var. Peki bir şey soracağım. Şu an Լավ, մի հարց, այդ դեղինով նշված ճանապարհը, միջին միջանցքը հիմա պատրաստ է։ koridor dediğiniz bu yol, bu ticaret yolu bitti mi? Şu anda işler halde. Այս պահին կառուցվում է։ Դեռ չենք կարողանում փոխադրել բեռներ այն ծավալով, որով ցանկանում ենք, բայց աշխատանքներ են տարվում։ Biz Kars'la Մենք նախ դրան հասանք Բաքու ու Թբիլիսի Կարսով, այս միջանցքը այժմ գործում է, բայց պետք է մեծացնենք թողունակությունը։ ama onun Մեծ է սա Բաքու Թբիլիսի Կարսը ավելի հարմար է, ավելի արագ է, քան Զանգեզուրը, որը հրդեհ պետք է շարքեն ու ավելի երկար է, բայց իրանք օգտագործելու են Զանգեզուրը, որ կտրեն, սպանեն Հայաստանը մեկ դա է, ինչքան թեկուզ հեռու է, թեկուզ ավելի թանկ նստի, դա էական չի, սա ռազմավարական խնդիր ունի։ Ու իրանք ակնկալում են մինչև 2030 թվական դա սարքեն։ Ու մինչև 2030 թվականը խնդրեմ ինչ են ասում, իշխող ուժի պատգամավորն է ասում։ Որ Արցախը վերադարձեցինք, իսկ մեր նոր նպատակը, նոր թիրախը Արևմտյան Ադրբեջանն է։ Վերջ։ Վերջ։ Իրանք բաց իրաց նպատակների մասին խոսում են։ Հայաստանի այսօրվա կառավարությունն էլ բաց սպասարկում է իրաց նպատակները։ Դա ման են Թուրքիայում ասում, հա առևտուր, բայց դա քաղաքական նպատակներ ունի։ Մեր զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, մեր տեսադաշտում է նաև Սևանա լիճը։ Այն մարդու անուն ազգանունով հրաման է տվել հետ քաշվելու Վաղարշակ Հարությունյանը։ Որ ես եմ տվել հրաման հետ քաշվելու Վաղարշակ Հարությունյանը իրականացրել է այդ հրամանը։ Դուք Հասկացաք։ Ես ասում եմ, մեկ որ միամիտաբար ասում ենք, ԱԱՑ-ը ինչու չեք դիմաց բանան ձերբակալումը։ Եթե ԱԱՑ-ն սա կազմակերպած չլներ, իր պրոյեկտը չլներ, սա վաղուց իհարկե ձերբակալած կլիներ։ Այո, իր հրամանով բոլոր բարձունքները Ջերմուկում, Սևանում, Կապանում, բոլոր տեղերում, բոլոր բարձունքները տրվել է հենց իր հրամանով Ալիևին դրամալ ինքը վստահ խոսում է։ Չեք կարող ոչ մի բան անել իմ դեմ, բոլոր բարձունքներն իմ ձեռքն են։ Մեծ տականքին արդարացնողն աջակցողն ինչ են ժողովուրդ գրեք։ Գրեք ու տարածեք։ Մյուս խայտարակ թեման։ Ես քանի անգամ ասել եմ, որ Արցախյան պատերազմը դա մենակ տարածքները չէր։ Դրա տակ կար շատ ավելի կարևոր խնդիր, դա ջրային ռեսուրսների խնդիրն էր։ Ջրային։ Հիմա լսենք մասնագետին։ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկան կետած, որ գիտեք այսօրվա դրությամբ, ինքնադրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 17 սանտիմետր։ Եթե տեղյակ չեք ասեմ, որ դա կազմում է 220 միլիոն տոննա մաքուր ջուր, քաղցրահան ջուր, 220 միլիոն տոննա, այդ 17 սանտիմետր։ Դա ուղիղ այնքան է, ինչքան Հայաստանի 3 միլիոն բնակչությունը օգտագործում է մեկ տարում։ 220 միլիոն տոննա կամ 220 միլիարդ լիտր քաղցրահան ջուրը չկա։
Չեմ ասում միջազգային գներով, ինչ նույնիսկ Հայաստանի ամենացածր, ամենանվազն սակագներով դա կազմում է 6-7 միլիոն դոլար։ Այդ ջուրը չկա, հայտնի չի որտեղ է։ Ընդ որում այնպես չի որ այս տարի երաշտ է եղել, այնպես չի որ տեղումները քիչ են եղել։ Ավելի նույն շրջակա միջավայրի նախարարության տեղեկանքի համաձայն Սևան լցվող գետերի հոսքները ապես չի փոխվել անցած տարվան։ Բա ուր է այդ 220 միլիոն տոննա ջուրը։ Ուր է։ Սա մի քիչ հիշեցնում է, չէ՞, հայտնի պատմությունը, որ այս իշխանությունները 8 միլիարդ դոլարի վարկեր վերցեն, դրանց ասում են, ուր է փողը, վերցել եք, չկա, ասում են, չկա, զենք ենք առել։ Հա, հետո պարզում են փաստաթղթերով, բան, որ իրականում 1.5 միլիարդ դոլարի եք զենք առել։ Այն 6.5 միլիարդ դոլար, որ 21-րդ դարի հնարավոր չի թաքուն ինչ որ տեղերից զենք բերել, չէ՞, 6.5 միլիարդ դոլար, որ ոչ մեկը չկա։ Չէ, ասում են զենք ենք բերել, բայց չկա, փաստն է, որ 6.5 միլիարդ դոլարի հետ չկա։ Հիմա նույնն է այս ջրի պատմությունն է։ 220 միլիոն տոննա քաղցրահամ ջուրը ուր է գորել։ Եվ այստեղ պիտի հիշենք, որ Հայաստանի բոլոր ջրերը, ջրային ելքերը գետերով հոսում են դեպի Ադրբեջան։ Կամ լցվում են Արաքսը գնում են դեպի Ադրբեջան, կամ անգամ այն գետերը, որոնք հոսում են դեպի Վրաստան, անգամ լցվում են Քուրգետը եւ էլի Քուրգետով հասնում են Ադրբեջան։ Այսինքն փաստացի մենք կարող ենք ենթադրել, որ այդ ջուրը այսպես թե այնպես պարզ է որ հոսել է Ադրբեջան։ Կարող ենք ենթադրել, որ դա դրա համար էլ Սևանալի առանց որևէ հասկանալի պատճառի միանգամից նվազել է 220 միլիոն տոննա խորանարդ մետր։ Մենք ջրում ենք Ադրբեջանը, ժողովուրդ ջան։ Մենք սանում ենք Ադրբեջանը, մենք ջրում ենք Ադրբեջանը։ Մենք պահում ենք Ադրբեջանը։ Քաղցրահամ ջրով, այդքանով պակաս է։ Ընդ որում գիտեք, ինչ երաշտ է, ինչ խնդիր կա Թեհրանում։ Նույն խնդիրները կա Ադրբեջանում։ Բայց մենք փրկում ենք Ադրբեջանը։ Այս տականքը Ադրբեջանի ամեն ձևով Հայաստանի բոլոր ռեսուրսները ծառայում Ադրբեջանին, հողը, մարդը, ջուրը։ Հայաստանի իշխանությունները անդադ խոսում են այն մասին, թե որքան կարևոր է ջուրը ամբողջ աշխարհում ռազմավարական հումք է ճիշտ են ասում։ Ասում են, որ մենք չպիտի թույլ տանք, որ որևէ կաթիլ ջուր Հայաստանը կորցնի, որտեղ հնարավոր է պիտի ջրամբարներ կառուցենք, բայց ինչպես միշտ, երբ որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ բան ասում են, ճիշտ հակառակն են անում։ Տեսեք, նախատեսված էր այս տարի կառուցել 5 ջրամբար։ Իշխանությունները խոստացել են, որ այս տարի կկառուցեն 5 ջրամբար։ Բնականաբար չեն կառուցել, չեն սկսել։ Հիմա ասում են, որ այդ 5 ջրամբարները կառուցելու են եկող տարի, 2026 թվականին։ Բայց այդ 5 ջրամբարների կառուցման համար նախագծերը կան։ Պետք է 43 միլիարդ դրամ։ Հայաստանը բյուջեով այդ գործի համար հատկացրել է 1 միլիարդ դրամ։ Հասկացաք, արժի 43 միլիարդ, բյուջեից հատկացրել են 1 միլիարդ եւ ասում են, որ այս տարի կառուցելու ենք։ Բնականաբար այդ 1 միլիարդով չեն կարող կառուցել, բայց դա լրիվ հերիք է, որպեսզի տանեն ինչ-որ էքսկավատորներ կանգնեցնեն այնտեղ, իբր թե աշխատում են Նիկոլ Փաշինյանը դիլա ինչ-որ ժապավեն կտրի կամ տեսակցիկները չարչել ինչ-որ բաներ խոսի, վերջո նախընտրական տարի է դա պետք է։ Բայց որ ջրամբարները չեն կառուցվելու, դա արդեն հասկանալի է, փաստը չի կարող կառուցել, թե բյուջեով գումար հատկացված չի։ Կարող ենք մենք ենթադրել, որ Ադրբեջանը թույլ չի տալիս ջրամբարներ կառուցել Հայաստանում, որովհետև եթե ջրամբարներ կառուցեն, այդ ջուրը կօգտագործվի Հայաստանում, եթե չէ, կհոսի Ադրբեջանից, այնտեղ ջրի շատ լուրջ խնդիրներ կան։ Վերջ։ Հարց կա ուրիշ։ Բայց եթե 43 միլիարդ է պետք ջրամբարները կառուցելու։ Եվ դու ասում ես, դες տարի չարեցինք, անցած տարի չենք արել, մյուս տարի կանենք։ Ու հատկացնում ես 1 միլիարդ։ Հասկանալի է, չէ՞ որ եթե դու ուզում ես ջրամբար կառուցես, որ արժի 43 միլիարդ, դու տալիս ես 1-ը, դու չես կառուցելու։ Ինչի՞։ Ինչի՞ չես կառուցելու։ Հա։ Որ ջուրը չմնա Հայաստանում։ Բայց ջուրը հոսի Ադրբեջան։ Ով ասա։ Կամ ով ասա։ Կրզում։ Նայեք։ Դուք կարեք սենց բան անեք։ Ում մտքով անցնում սենց բաներ անել։ Թեկուզ միամիտ։ Ով է սենց բաներ անում։ Իմջելոց ես առաջի անգամ որ ուզեցա այս անել, բավականին դժվար էր։ Ես չգիտեի մատես։ Այն էլի մատերը որ ամեն մեկ առանձին կարա վերջը երաշտի մատերը էլի։ Նույնիսկ իմ համար հեշտ չէ։ Կրզում։ Ասա լսենք։
Տիկին Կարապետյան, խոսենք թե ինչ է կատարվում մեր ներքին կյանքում եւ ձեզ հետ որպես արդեն քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ որպես իրավապաշտպան։ Այսօր տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալական ցանցից, ֆեյսբուքյան էջից, որ քաղաքացիական պայմանագրի վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը։ Եվ այդ կանոնագրքում դրույթներ կան, որոնցում նշվում է, թե ինչպիսին պետք է լինի կուսակցականը, ազնիվ պետք է լինի, պետք է ունենա օրենքի գերակայություն, պետք է լինի պարկեշտ եւ այլն։ Մենք դրույթներին կանդրադառնանք, ձեր կարծիքն է հետաքրքիր, բայց հասկանանք ինչու հիմա որոշեց այդ կանոնագիրքը Նիկոլ Փաշինյանը եւ այնտեղ փաստորեն սահմանում են իրենց համար հայոյանքին հայոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել։ Խնդրում են դա չընկալել որպես թուլություն կամ վաղ կոտորածություն, այլ նվիրվածություն իր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։ Պարոն Փաշինյան, Միջև Նինան կպատասխանի որպես իրավապաշտպան, հա? Փաստորեն սրանք այնքան անասուն են, կանոնագիրք են ընդունում, որով կոչ են անում իրենց падգամավորներին պահել իրենց օրենքի շրջանակներում, պարկեշտության շրջանակներում, հայոյանք չտալ։ Այսինքն փաստորեն, եթե դուք կանոնագիր չընդունեք, օրենսգիրքը գլողի ծոցը, բարոյականության օրենքները գլողի ծոցը, սրանք ապացուցում են, որպեսզի իրանք հիշեցնեն, որ պետք է իրանք հետևեն օրենքին, բարոյականության կանոններին, էթիկային, իրանք պետք է կանոնագիր ընդունեն դրա համար։ Կայա, սա միջև կանոնագիր ընդունելն է։ Ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Հա։ Բա Արսեն Թորոսյան, ես նենց եմ ուզում Երևանում մի օր դեմս կանգնես, նենց փողոցում հանդիպենք իրար։ Ես արդեն պատկերացնում քո հայացքը, որ այդ ինչ կկատարվի։ Ինչի մենակ թուրք։ Դու ժամանակ խոսքել չես լսի, դու աշկերիդ դեմ կմշշվի, ակաժների հետ մեջ սիխշալ վախից դες բաներ ա լինում արդու մոտ։ Բայց սրանք հիմա օրենք կանոնագիրք են ընդունել, ոչ իրանք պետք է հետևեն օրենքին, լսենք Նինեն։ Փաշինյանը տեղյակ չի, որ դա համամարտկային համակեցության կանոններն են, պարոն Փաշինյանը հավանաբար տեղյակ չի, որ դա մեր օրենսգրքով, տարբեր օրենսգրքերով արգելված գործողություններ են մասնավորապես, եւ հատկապես տեղյակ չի, որ դա քաղաքական ուժի պայքարի, քաղաքական պայքարին բնորոշ միջոցներ չի այն ամենը, ինչով առաջնորդվում էր տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը անձամբ, որպես երկրի ղեկավար, որպես կուսակցության ղեկավար, ինձ համար անկեղծ ասած ես չեմ էլ կարդացել ու ազնվորեն չեմ էլ պատրաստում կարդալ։ Եթե չեք կարդացել, ուրեմն ես ձեզ Բայց ասեմ ինչի, Մարջան, բայց ասեմ ինչի չեմ կարդացել, որովհետև ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ստեղծել արհեստական խոսույթներ։ Ինքը ինչ որ խոսույթներ կամ որ մտքեր գաղափար Հայ, ինքը խոսույթներ է ստեղծում, ճիշտ ես ասում, Նինան ջան, ու ամեն անգամ ապացուցելու, որ ինքը անասուն է ուղղակի։ Ինչքան բան։ Օրենսգիր ընդունել, կանոնադրություն ընդունել, որ падգամավորները պետք է հետևեն էթիկայի կանոններին եւ օրենքներին։ Դա խոսույթ չի, դա ապացույցան է մասին, որ ինքը որպես մարդ չի կայացել։ Բայց ինքը Հայաստանի վարչապետ է ու ունի հետևորդներ։ Իր որակի։ Ես Գևորգ Սրբազանին հիշում եք երևի երեկվանից։ Այսօր արդարանում է ինքը, որ իր դեմ ուղղակի դրել են վեհապարի գործակալ լինելու հանգամանքը, դրա համար էլ ինքը ստորագրել է վեհապարի դեմ։ Դուք պատկերացնում եք։ Իր դեմը դրել են վեհապարի գործակալ լինելու հանգամանքը։ Սա ասում է, կներեք, ոչ թե բանվոր, կոշկակար թողիզներ են բանվորներ, կոշկակարներ, սա ասում է մարդ, որ ճեմարանը ավարտել։ Իշ ճեմարանը, որպես կրթության որակ, սա բարձրագույն մակարդակ է։ Հավատացեք, սա նույնիսկ, չգիտեմ, համալսարան չի,
ավելի բարձր է։ Այդ Գևորգ, չգիտեմ իրական անունը ինչ է, դու սրբազան չես։ Արա, բակո մտքով չանց, որ քեզ դրել են իրա գործակալ լինելու հանգամանքը, ասում են դիմացը դեմը բողոք գրի։ Արա, ասա, եթե գործակալ է, գործ հալուցեք։ Բայց եթե գործակալ են, չեք եկել ինձ համոզում, որ ես իրա դեմ բան գրեմ, իշխանությունն եք դուք, ու դա ձեր պարտականությունն է, փաստորեն դուք կոծկում եք եւ օժանդակում եք գործակալի աշխատանքը Հայաստանում։ Այդ դու ինչ ես ավարտել։ Այդ քեզ որտեղից են պեղե։ Դու էլ ես առաջացել, արա մի տեղից։ Բայց ես բերել են ասում է, այս ապացույց դու էլ հավատացել ես, որ ինքը գործակալ է։ Բասեր գնացեք ձերբակալ եք արա։ Բասեր դուք հանցագործություն եք քողարկում, հովանավորում։ Իմ ձեռով էլ ուզում եք իրան բարգաբեկեք։ Ուսամ ուզում եմ հասկանամ, որ մեկի վրա է ազդելու սա։ Հասկանում եք, սրանք այն վիճակին են ասել, որ իրանց դավաճանությունը արդարացնելու համար պատրաստ են ասել ցանկացած հիմարություն։ Լրիվ Նիկոլ Փաշինյան, էլի։ Լրիվ Նիկոլ Փաշինյան։ Սկզբից հրապարակում է 19-ի առաջարկ է, դու ասում ես, չէ, դուք դա մի նայեք։ Դուք նայեք, որ Ռոբերտ Քոչյանը դրանից, ասենք, չգիտեմ, 20 տարի առաջ բանակցել է Արցախը Զանգեզուրը տալու մասով, Մեղրին փոխանակելու մասով։ Լրիվ եք Նիկոլ, չնայած որ Նիկոլ չլինեք, ինչ գործում եք դուք Նիկոլի հետ։ Իմիջիալոս ԱՄՆ-ի արևելյան հայոց թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Վեհապար Հայրապետին։ Սա Նիկոլ, սա Նյու Յորքի թեմն է։ Շնորհակալություն Նյու Յորքի թեմ։ Իսկ արևմտյան թեմը իրանց առաջնորդով այսօր ինձ գրեցին, թե ինչ կամպրոմատ ունեն իրա դեմ Անուշավանը չէ, Անուշավանը ստեղի մեր ողմի կիլիկայի թերներ։ Մի խոսքով լավ ես իրանց անուններից ունեն գրած, չներեմ էլի դրա հետևից։ Մի խոսքը դուք հասկացաք Ամերիկայի արևմտյան թեմի։ Ինքը գրել է, որ մենք գիտենք իրա նկատմամբ ինչ կոմպրոմատներ ունեն։ Նույն կոմպրոմատները, ինչ են երկու Անուշիկին հիշում եք, որ բերել են այն զույգերին ստորագրությունով։ Նույն տղաների սիրահարել է դա։ Ու դրանով իսկ պարտադրել են ստորագրել։ Հիմա սրանց դուք դեռ ո՞նց եք աշխատելու։ Եթե մեր երկու հոգև կային, ես սովորաբար ամենավերջում եմ իմանում ամեն ինչ, էլ ես տենց քիթս ամենտեղ չեմ խոցում, գիտեմ։ Ես իսկ գիտեմ, ինձ միշտ հերո եմ պահում այս թեմաներից, բայց ոնց գնում ես, գալիս է ինֆորմացիան, կանգնում է դեմդ։ Հիմա եթե ես վստահ եմ, որ ես վերջին եմ իմացել, ինձանից առաջ բոլորը գիտեին, այդտեղի առաջնորդն ով է։ Հիմա հարց, հիմա ավելի շատ մարդ իմացավ, մի 30-40 հազար մարդ իմացավ դա մասին։ Սա ոնց եք ապրելու դուք այդտեղ։ Բացի այն, որ դուք դավաճան եք, դուք նաև իրավունք չունեք այդ պաշտոնին լինելու։ Դուք տեղափոխվեք Ամստերդամ կամ չգիտեմ, Սան Ֆրանցիսկո, սիրում են այնտեղ տղեկին այնտեղ։ Եպիսկոպոսների ժողովա լինելու ինչքան գիտեմ, այս երկու օրը, տեսնենք ինչ որոշումների կգան, բայց այն 7 հոգին, որոնք ստորագրել են, նրանք պետք է կարգալուց արվեն։ Ես չեմ ասում 10-ն ստորագրածները, երկու հոգին հետ է կանչել, չէ՞, իր ստորագրությունը։ Այն 7 հոգին պետք է կարգավորությունին։ Ջոյանով հանդերձ։ Դե Հայաստանի մասին ինչ խոսանք, որ այս վայբա մեջ արդեն 22-րդ դեպքն է։ Կալանավորան մահանում 22-րդ դեպքը։ Ես այս մասին գիտեք ինչի որոշեցի որ խոսամ, որովհետև տեսեք, ոնց ուզում եմ մեկը ամեն մեկս միտեղ մի մարդ ունենում ենք, մեկը մանկապարտեզում, հա, մեկը կալանավայրում, մեկը շինարարության վրա, ու այս հանցավոր ռեժիմի կառավարումից ոչ մի ոլորտ ապահովագրված չի։ Եթե նա նույնիսկ նստած է բանտում, դա չի նշանակում, որ նա ընդեղ ապահով է։ 22 հոգի մենակ այս տալմա մեջ բանտում, ոչինչ պետքա չլիներ մարդու հետ ընդեղ մահանում։
Ժորժ, ինչքան մարդ պետք է սպանի հելը սա։ Որ հասկանանք, որ նույնիսկ դուք գիտեք քաղաքականությունով չեք զբաղվում։ Ես ավելի կան վստահ եմ, այս մահացողի բարեկամները, որ դրսում են, իրանք քաղաքականությունով չեն զբաղվում։ Սա եւս ինչքան մարդ պետք է սպանի, որ մենք հասկանանք, որ եղբայր դու ուզում ես զբաղվի քաղաքականությունով, ուզում ես մի զբաղվի։ Սրա մահը, այսի մահաբեր երևույթ է, էլի։ Սրա բերած մահը մի ձևով էս ողբերգությունը էս գալու է դուրը ծեցի։ Ես չգիտեմ դա ոնց է լինելու։ Ջրատարով կլինի, թույնավորված օդով կլինի, ինձ այնքան բաներ են գնում, մարդիկ ինչ վիճակի են։ Ոնց հասցնել իրենց խնդիրները, բրոխներ, կոկորդ, շնչառություն, թոքեր, թուլություն, արնահոսություն, ինչ ասես գրում են իմ այնց։ Իմ մոտ էսա եղել, իմ մոտ էսա, բարեկամիս մոտ էսա։ Խայտարակ ես նամակները որ ստանում եմ։ Ունես տպավորությունը, որ Հայաստանում պանդեմիա է։ Ու Հայաստանում իրոք պանդեմիա է, թունավոր օդը ինքը արդեն աբանա, քիմիական զենք է։ Սա մենակ օդն եմ ասում եմ։ Մենք ինչքան պետք է թողենք սա մարդ սպանելը։ Ես անասուն գիտեք էլ։ Ասել ենք բանը հլմայք լսենք էլիս։ Այսօր Աննա Հակոբյանը գրառում էր արել 8 սուպերմարկետների վերաբերյալ, ասում է, որ անդադար փորձ են անում կապել իր հետ, ինքը հերկում է, ավելին ասում է, այն բիզնեսները, որոնք կապում են իմ անվան հետ, բոյկոտեք, ինչով եք պայմանավորում, որ օրինակ ոչ ուրիշ սուպերմարկետ, հենց 8-ն են կապում։ Որովհետև հենց կոնկրետ, շատ կոնկրետ 8 սուպերմարկետների հետ կապված շատ է խոսակցությունը, շատ է խոսվում որևէ ձևով կապ ունի կամ Աննա Հակոբյանի հետ կամ իմ հետ Կապանից վերջի 8 ընդեր եմ, չէ՞ դերը։ Ինչ գրեցին, եղբայր, մենք տիրոջն էլ գիտենք, ծախողին էլ գիտենք, արմողին էլ գիտենք։ Այդ եկու սուպերմարկետներ արել է Աննա։ Վերջ։ Ինչ եք ուզում դուք։ Ձեզ լուրջ թվում է այդ իդիոտ դեմքով, որ դուք կանգնեցիք, ասեցիք, չէ, մենք չենք։ Հայաստանում էլ ենք այն քանակի ապուշ կա, որ ձեզ հավատալու է։ Ինչ եկել եք 7 տարի դուք խափում եք մարդկանց։ Բոլոր հնարավոր ձևերով։ Ինչ ասում եք, հակառակն եք անում։ Ես ասում եմ, իրենք անվերջ սա կանանան են, որ ասեցին, չէ, մեր հետ կապ չունի։ Ուրեմն իրենց հետ կապ չունի։ Հենց հայկական ժամանակում, որտեղ նշվում էր, որ նա գումարներ է մսխել, Նավասետ Կճոյան, այդպիսի հրապարակում է Վազգեն Միրզախանյանը, որ գումարներ է մսխել, հետո Բենթլի Սամոյ էր ասում Նիկոլ Փաշինյանը Կճոյանին, եւ հիմա այս մարդկանցով փաստորեն Փաշինյանը փորձում է եկեղեցին մաքրել։ Հակասություններ չեք, սա նորմալ երևույթ է ձեզ համար։ Այս մարդկանց հետ քննարկում ա ունեցել եկեղեցու խնդիրների հետ կապված։ Ինչ է մարդիկ անընդունելի են ինչ համար, նրանք գումարներ են մսխել, Բենթլի Սամոյ անվանում նրանց։ Ունեցել եկեղեցու որոշ եկեղեցականների հետ կապված քննարկում ունեցել, որտեղ նախորդիվ այդ հոգեորականները գրառմամբ հայտարարությամբ հանդես են եկել։ Ինչի եք որոշում, որ այս մարդկանցով մաքրում է եկեղեցին։ Նրանց միջոցով կաթողիկոսին ուզում է հեռացնել, հետո իրենցից կազատվի։ Կաթողիկոսին հեռացնելուց։ Ինքը ոչ ոք չգիտի, բայց ինքը ամեն դեպքում աջակցում է։ Համարում է ճիշտ է։ Ինքը չգիտի։ Ես չգիտեմ, բայց այս մարդկանց ով, իսկ ում հետ քննարկում անի, եթե 10 կամ 9 եպիսկոպոսներով եւ արքեպիսկոպոսներով հայտարարություն են արել, ում հետ հանդիպի քննարկի։ Եթե մնացածը չեն արել այդ հայտարարությունը, ում հետ հանդիպի քննարկի։ Եթե ինքը արել է մի հայտարարություն եւ 10 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս, չասեմ նույնաբովանդակ, բայց այդ թեմայի Ինչ մեղքեն չէ։ Ասում եմ դուք այդ ում հետ քննարկել եք, դուք ինչու՞մ ասես մեղադրել եք, փողերի լվացում, գողություն, խարդախություն, ինչու՞մ ասես մեղադրել եք։ Դուք ո՞նց եք հիմա իրենցով մաքրեցում, բոմբով մաքրին։ Ո՞մ հետ քննարկին, ճիշտ է ասում։ Ճիշտ է ասում։ Բայց դրանց նկատմամբ այդ բանը կամպրամանտները իրանց են կարողացել բերել Ղազագիրը ստորագրել տան։ Բա ո՞մ հետ քննարկեն։ Ճիշտ է ասում, սա գործը բանա, դժվար է արդարանալը։ Մյուս կողմից քննչական կոմիտե հաստատեց Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսակետությունը իր հետ առնչություն չունի։ Տեսեք, քննչական կոմիտե, որ դրել տարածել էր
իր մեդիաների ձեռքով, որ սա արշակ բանն է, սրբազանն է, հետո էլ ասում է, դա արշակ սրբազան հետ կապ չունի։ Գիտեք ինչի ասում կապ չունի։ Որ ամենակարևոր հարցի պատասխանը չկա։ Բա ով էր նկատել այդ։ Բայց չէ որ կապ ունի թե կապ չունի, դա հեչ կապ չունի գործի հետ։ Իմ համար ավելի կարևոր է, թե այդ ձայնագրությունները ով է անում եւ ում համար է անում։ Հիմա ստանես մի բան կարող ասեմ։ Ավելի վատ բան, քան որ ունեին Արշակ Սրբազանի նկատմամբ, դժվար լիներ Կճոյանի կամ այս Գևորիկ Մեբորիկների նկատմամբ, չէ՞, կամ այն Անուշիկների նկատմամբ, կամ ասենք, չգիտեմ, Կալիֆոռնիայի թևի առաջնորդի նկատմամբ։ Դժվար լիներ ավելի վատ բան։ Ինչ տարբերություն։ Սեքսը սեքս է, էլի տող թե աղջկա է, արդեն դու անցել ես կան։ Չնայած երևի նա տարբերություն կա, ամեն դեպ։ Բայց կապրամատա, չէ։ Հիմա Արշակը չկոտրվեց։ Սրանք ստիպված էին ասել աղբեջան։ Չէ, դու չես, որ չպատասխանեն ավելի վատ հարցի։ Իրանց այդ բանը ոնց էր։ Որտեղից է ձայնագրությունը։ Որը նշանակում է, եթե դու չես ուզում դավաճանես, հələ դու չես դավաճանի։ Ինչ կապրամատ ունենան քո վրա։ Եթե դու դավաճան չես քո տեսակով, հələ իրանք պետքա մի պահից հերքեն բոլոտ այս ձայնագրություն կա։ Որովհետև հաջորդիք պետքա ասեն, բա որտեղից է ձայնագրությունը։ Որը հանցագործություն է։ Սա այս մարդկանց արածը ուզում է գեյ լինի, ուզում է նեկրոֆիլ լինի, ինչ ուզում է զոոֆիլ լինի, դա հանցագործություն չի։ Դա չգիտեմ կարող է իրանց բարոյական անկում է, բայց իրանց արածը ուրիշին նկատել կյանքը մտնել հետո տարածել հանցագործություն է արդեն։ Սա է նրանց համար է որ բան են արդեն ասում են դե երևի վրակները կամպրամանտ ունեին, բա ինչ անեին, դե մեկ եթե մարդ չի ուզում դավաճանի, չի դավաճանում էլի։ Ուրեմն միշտ անելու բան կա։ Սա է նայ։ Այս ջուրը տեսնում եք, սենց համվեսով մտավ մեջից դուրս եկավ։ Սա կոյուղա ջուրը։ Եվ հոտից էլ ընդեղ նայ, կոյուղին է լցվել։ Դուրս եկե գնում է։ Եվ ժողովուրդը հոտից խել արել է։ Բա ինչ կանի։ Պատկերացնում եք վաղես, մեքենաների մեջ լցվեց, բան։ Սա խոլերա է, լսեք։ Ժողովուրդ ջան, քանի սրանք իշխանության են, սրանք մահաբեր են։ Այսինքն այդ ավտորիտարներն էլ քաղաքականությամբ չեն զբաղվում հաստատ։ Այդ շենքում ապրողներն էլ չեն զբաղվում։ Ինչի եմ ասում հաստատ, որովհետև իրոք քաղաքականությունով զբաղվողները իրանց ճակատագրով հետաքրքրվողները այնքան քիչ են Հայաստանում, որ հանգիստ կարաս ասես, որ չեն։ Նույնիսկ եթե 100-ին ասես չեն, մեկը պարզվի քաղաքականությամբ զբաղվողը, ինքը չի նեղանա, որովհետև գիտի, որ մնացածը զբաղվող չեն։ Ու ինքն էլ տուժում է դրա պատճառով, որովհետև ինքը մենակ է։ Հա։ Բայց մեկը դու ինչ ես անում։ Կոյուղին կգա կմտնի քո ջուրը թե տունը, թե ես չգիտեմ ինչ կգա կմտնի։ Ոնց ուզում անի սրանք բոլորի տաներն են։ Բոլորի։ Եվ սրանք աղետ են։ Հայ մարդու գլխին։ Ու պետականության գլխին։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջի գրառումը։ Գիտնական տղա է։ Ասում է, տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ 26 թվականի գիտության ոլորտի ֆինանսավորումը նվազելու է գրեթե նույնքան չափով, որքան ավելանալու է ակադեմիական քաղաքի ծրագրի բյուջեն։ Բա գիտություն պետք չի։ Շինարարությունն է պետք։ Գիտեք ինչի։ Գիտությունը փողը տվից կորած է։ Այսինքն ինքը ատկատով հետ չի գալի։ Շինարարություն, արա փողը ընդեղ է, կոռուպցիան ընդեղ է։ Ի վերջո, այդ քաղաքը որ կոռուպցիայով քանդելով սարքեն, էլի էկոլոգիան այլանդակելով, այդ փոշի մեջ մեկը կորած է ամբողջ Հայաստանը։ Սարքեն իրենք կարողանան ի վերջո դատարկել Հայաստանում այն շենքերը, որոնք տրված այսօր բուհերին, եւ կարող են այդ շենքերն էլ ծախեն։ Այսինքն դա շինարարության վրա լափում են, հետո կարող են տեղափոխել ուսանողներն այնտեղ, այս շենքերն էլ ծախեն։ Գիտություն։ Ինչ գիտության դարա, որ էս դարա։ Գիտությունը ինչն է սա պետք։ Այն օրը մի հատ կատարյալ նիկոլական ուղակի էս կլորացած աշկերով գոռում էր, այնա բան չար նախանձները գտնում են որ Հայաստանի Հանրապետությունը անը
Չի սիրում գիտությունն, տեսեք Nvidia-ի հետ պայմանագիր են կնքել 500 միլիոնի ներդրում լինելու չիպերի AI տեխնոլոգիաների զարգացման հայաստական բանականության էլի զարգացման ոլորտում։ Ուզում եմ ասեմ, արա դուք այդքան ապուշ եք իրոք։ Գիտությունը դա ընդհանրապես одноразовый մի անգամվա ակցիա չի։ Այդ տխմարն է, գիտությունը դա մի ամբողջ համակարգ է, դպրոցից, մանկապարտեզից սկսած։ Եթե դու չունես լավ մանկապարտեզ, դու չես ունենալու լավ դպրոց։ Եթե դու չունես լավ դպրոց, չես ունենալու լավ բուհ, եթե դու չունես լավ բուհ, չես ունենալու լավ ինստիտուտներ եւ գիտական հաստատություններ, գիտությունների ակադեմիա։ Դու չես կարա բերես մի հատ չիպերի արտադրություն, կամ ինչ-որ հիմնարկ, ու դու ասես ես գիտություն եմ զարգացնում։ Ես հասկանում եմ, որ շատերի համար սա բարձրագույն մաթեմատիկա է հնչում որպես, բայց գոնե կարող եմ խնդրել ում համար սա բարձրագույն մաթեմատիկա է, տարական գիծը հասկանալու, որ գիտության ակադեմիա սկսում է մանկապարտեզից, եթե դու այդ գիծը չես պահում, դու չես կարա գիտությունների ակադեմիա ունենաս, գոնե չխոսամ, լրեք ուղղակի, երբ որ դուք խոսում եք, ես ստիպված իմ նման մարդիկ սկիզբից ես հակադարձում են։ Իմ ամեն անգամ չի, որ ես ես կողեք կարող եմ հակադարձել։ Հա, ամեն ինչին չափ ու սահման կա։ Լրեք, եթե դուք իրոք չեք հասկանում ինչ է նշանակում համակարգ։ Սա համակարգ է, սա պետություն է։ Դու չես կարա վերցնես երեք մի ընկերոջ հետ էի խոսում, մի շատ լավ ծրագիր ունի, մտածում է կարող է իրականացնել, ասում փորձում եմ հիմնավորել ինչու չեմ պատկերացնում, որ սա հնարավոր է։ Այս կառավարման ձևը սփյուռքում է, ասում Արազատ ջան, պատկերացա, ասենք դու այսօր ուզում ես լավ մեքենա արտադրես, ասենք Տեսլա Հայաստանում։ Դու չես կարա Տեսլա Հայաստանում արտադրես, որովհետև Հայաստանում չկա այդ ինֆրաստրուկտուրան, չկա այդ համակարգը, չկան այդ կոմպոնենտները արտադրող գործարանները, չկան այդ մատերիալների հետ աշխատող ճշգրիտ հաստոցները, չկա այդ համակարգը, սա Տեսլա չի, որ ասես, ես լավ մեխանիկ եմ, լավ դզող փչող եմ, ես կարամ Տեսլա արտադրեմ։ Նյետ։ Ամեն ինչի համար պետք է ստեղծվի համակարգ, այն որ սրանք 35 տարի ավիրեցին, քիմիական համակարգներ ավիրեցին, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների գործարանի համակարգներ ավիրեցին, չգիտեմ, ծանր մետալուրգիաներ ավիրեցին, հաշտոցած շինություններ ավիրեցին, անվադորերի արտադրությունները ավիրեցին, մեքենաշինությունը, երազգործարանը, դա մեքենաշինություն պատկերացնում եք, դա էլ ավիրեցին, ես կարող եմ թվարկել, միջև առավոտ, այդ չեմ ասում ռոբոտների գործարանը, չեմ ասում Մերգելյանի ինստիտուտները, սա ես երաժիշտ լինելով եմ այսքանի հիշում, բա մասնագետները ձեզ ինչքան բաներ կարող են ասել, այս սա է համակարգ, Nvidia-ն է գալի 500 միլիոնով։ Ես իմ աստված։ Արա գնանք, տեսնենք ինչ է կատարվում ու գանք։ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիտկոֆին ու Քուշներին։ Դրանք ամեն ինչ անում են, ծառայում են, որ ռուսական ծրագրերը իրականանան։ Եթե մեկը դեռ չի հասկացել ինչ է կատարվում, երկու բառով ասեմ ինչի է դա նման։ Ոնց է Ալիևը նշանակել Նիկոլին ու ամեն ինչ ստանում է Հայաստանից։ Նույն ձև Պուտինը Թրամփի միջոցով ստանում է իրան ինչ-որ։ Ինքը ոչ մի բան չի անում, պահանջում է։ Ինքը ոչ մի բան չի անում։ Ոչ չի անում, ինքը ռմբակոծում է մանկապարտեզներ, հիվանդանոցներ, խաղաղապալատներ, ինքը դա է անում, ավելի ոչ մի բան։ Սրանք գալիս են իրեն հաշիվետվության, թե ինչ են արել։ Թե Ուկրաինային շանտաժի, պարտադրելու, վախեցնելու ոլորտում ինչ հաջողություններ են հասել։ Ու ասեմ, իրենց հաջողությունները մեծ են, որովհետև ուկրաինական կառավարությունը ծայրից ծայր Նիկոլների հավաքածու է։ Ծայրից ծայր Նիկոլ են իրանք բոլորը։ Նիկոլը գիտեք որն է։ Եվ թքած իր քանի մարդ է մահանում ընդեր, կարևոր իր փողն է, իշխանությունն է։ Ու Չարլեզունեն ասում է մինչև շաբաթը վերջ Զելենսկու ժամանակ են տվել ոչ թե բան ստորագրի, այլ հրաժարական տա։
Դա կլինի Ուկրաինայի փոփոխությունը։ Դա կլինի Ուկրաինայի փոփոխությունը, երևի Եվրոպան է գնում դրան։ Որովհետև եթե նա հրաժարական չտվեց իր տեղը, ասենք, չեկավ մի կաշկին տղա, սրականջներից բռնել են, հաստատել են, որ ինքը արդեն բանը թալանչի կոռուպցիան era իր ամբողջ շրջապատով։ Իսկ սա ունենալու այն հետևանքը, որից ամենաշատն է ես վախենում, որ մի օր կսկսեն ուղղակի իրան փող չտալ ուղղակի։ Ամերիկայի օգնության մասին մոռանում ենք, Եվրոպան է ցնցվում, ցնցումների մեջ է որ իրեն օգնի, բայց եվրոպական ժողովուրդը այն փող չի տալու, որովհետև ոչ մի պրեմիեր մինիստր, ոչ մի նախագահ չի կարող այլևս այդ վստահությամբ və արդեն 4-րդ տարին է իր հարկատուի փողերը վերցնի տա մի երկրի, որը հենց նոր պարզվում է, որ ծայրից ծայր իրանք թալանչիներ են, փողերն էլ վերցնում փախստում են Իսրայել ու 4 տարի տես թալանել են, սա չի լինելու, չի լինելու ու Պուտինը կարողացավ հասնել դրան, իմանալով թշնամու թերությունները, կոռուպցիա, դա ասեմ, կոռուպցիան, սա վատա ոչ թե որ ինքը կաշառակ էր, վատ բառը դա, չէ, դա վատ բառ չի, այսենց են բռնում երկրների ղեկավարների պոչից, ինչպես էս քահանաների պոչից են բռնել, կապրամատ բռնում են ու անել են տալի այն, ինչ որ իրան պետք է։ Եթե նույնիսկ արևմտյան թեմի առաջնորդը ինքը մտադիր չէր դուրս գալ իր կաթողիկոսի դեմ, որովհետև իր կաթողիկոսի շնորհիվ ընդդեմ միլիոններ աշխատում Կալիֆոռնիայի տարածքում։ Ու սա չափազանցություն չի միլիոն թիվը։ Ես թեթև թիվ եմ ասում, թեթև։ Բայց երբ իրան բռնում են, այնտեղ որ իրան պետք չէր, ինքը չէր ուզենա բռնել։ Ինքը ստիպված դուրս է գալի իր նշանակած կաթողիկոսի դեմ։ Նույնը ստեղ է կատարվում։ Դեռ բանա Եվրոպան, ասում որ Ուկրաինան կարող է դեռ հարտի պատերազմ, եթե ունենա ինքը համապատասխան աջակցություն, բայց չի կարող ունենալ համապատասխան աջակցություն, որովհետև այդ ժողովրդից փողով վերցել այսքան տարիներ տվել են, այս տվողները օգնել են դեմոկրատիային, օգնել են որ ռուսը չկարողանա գահացնել իրեն, բայց չեն տվել նրա համար, որ իրան թալանեն։ Չի լինելու առաջապատում։ Իսկ սա օրթոդոքս հրեաներն են, որոնք պայքարում են, դատապարտում են սիոնիզմը եւ ցեղասպանությունը։ Սա Լոնդոնում է։ Ես մի տեսակ լավատես եմ այս հարցում, որ այս 26 թիվը լինելու է հեղափոխական տարի։ Մնում է մեկ այդ հեղափոխական տարին տեսնենք ոնց ենք ամփոփելու։ Կմնանք թե չենք մնա։ FIFA-ի նախագահը երեք մի ծայրահեղ հիմար հայտարարություններ արել եւ այսօր արդեն միջազգային դատարանը քրեական գործառույթ իր վրա։ Նախ երեք հայտարարել էր, որ ինքը Թրամփին ֆուտբոլի խաղաղության մրցանակը ուզում տա առաջարկում ապա ինչու՞ դա հիմար բաներ ասեմ, մտածում եմ FIFA-ն ուր խաղաղության մրցանակը ու Թրամփը ուր, ասենք այդ ֆուտբոլի երկիր չի նույնիսկ Ամերիկան, էլ ասենք եթե դա FIFA-ն առաջարկեր, ասենք Իսպանիայի նախագահին կասեի դե ֆուտբոլը դες շատ է զարգացած, նախագահները ինչ որ մի լավ բան անում, ուզում է ինչ որ մի բանը, չգիտեմ, մրցանակ տալի, բայց Թրամփին հետո բարձում է սրանք այնքան մտածեն այս Իսրայել-Ամերիկայի հարաբերությունների մեջ, որ այս սա էլ է բան արած սիոնիստական բանը ձեռքերով գրկած, սենց ասեմ, մահացու եւ մարդու իրավունքների միջազգային դատարանը մարդուցկան դեմ կատարած հանցանքների աջակցելու համար UEFA-ի եւ FIFA-ի նախագահների նկատմամբ քրեական գործառույթ է։ Որովհետեւ բացում այս ամբողջ ընթացքում իրանք խաղեր են կազմակերպել Պաղեստինի գրաված տարածքներում Իսրայելի հետ։ Գրաված տարածքներում, Պաղեստինից գրաված տարածքներում խաղեր են կազմակերպել եւ աջակցել են իրենց հայտարարություններով, գործողություններով այս ցեղասպանության բանի ռոպագանդայի համար։ Դա մալ եմ ասում, իմ մոտ այսքան լավատեսություն կա, որ աշխարհը ասենց արագ է փոխվում
ու այս բաները որ ես տեսնում եմ օդի մեջ ինձ էս տալիս է հեռավոր բանը պատկերը որ այս փոփոխությունը չի կարող չգալ Հայաստան որովհետև ամեն ինչ իրար հետ կապված է աշխարհում ամեն ինչ ստե ծնգում է անդե զնգում է ես հավատում եմ դրան Այս մի բան ուզում լսեք մի հատ Phenomenal. But we want our hostages back, and we don't want them back. We want our hostages over 7th. You just can't do that. But we want our hostages back, and we don't want them back in, ones and twos. Ասում մենք ուզում ենք մեր բաներին հետ տան, հոստիչներին, պատաններին։ Սա Իսրայելի պատաններին ինքը ասում է մեր պատաններին։ Ինքը մոռացել է, որ ինքը Ամերիկայի պես նախագահն է։ Ինքը դեմա Պաղեստինի պետության ճանաչման։ Ինքը ամեն ինչ հələ խոսում է։ Ինքը հələ խոսում է, ինքը մոռանում է, որ ինքը Ամերիկայի նախագահն է, ինքը Իսրայելի նախագահը չի։ Ես այս տեքստը որ լսեցի, լրիվ Նիկոլ Փաշինյանը։ Սա շատ լավ նկարն է։ Please, order in the hall. Վերևում, երբ որ խոսում է Նետանյահուն, սա Ամերիկայի դալիճն է, իսկ տակը ՄԱԿ-ի դալիճն է, երբ որ խոսում է Նետանյահուն։ Աշխարհն այսօր սենց է բաժանված։ Ես ես վստահեցնում եմ, որ մյուս ընտրություններից հետո իմ կարծիքն է եւ ես հավատում եմ դրան։ Այս դալիճի կեսը չի լինելու Ամերիկայի։ Կեսը առնվազն չի լինելու։ Մյուս ընտրություններից հետո այս դալիճում մնալու ենք համար, ինչքան ՄԱԿ-ում։ Այսքան արագությամբ փոխվում է աշխարհը իմ համար, իմ տեսանկյունից։ Եվ ես ուզում եմ սխալված չլինեմ այս ասում։ Ես ուղղակի բառ չկա խոսալու։ Այն որ արդեն այս տիպի զոմբիները որ չեն հասկանում, որ արդեն կործանվում է երկիրը, ժողովրդին թրքացնում են, արդեն էլ ամեն ինչ էլ կորած է, այդ է ցավը, որ չեն հասկանում ուղղակի։ Լավ է, այս մարդիկ երբ պետք է գիտակցության գան։ Եվ էլ ինչ պետք է անեն, որ սրանք ուղղակի հասկանան, որ ինչ են անում իրանց գլխին։ Հա, ես էլ չեմ հասկանում։ Այս հոդվածն եմ ուզում ձեզ ծանոթացնեմ։ Եթե ուզում ես հայ մնալ, պետք է համախմբվես եկեղեցու շուրջ, հակառակ կողմում ներն է։ Արամ Գևորգյանն է գրում։ Այո, տենց է ստացվում։ Ես որ ինքս եկեղեցուց հեռու կանգնած մարդ եմ, հայկական եկեղեցուց, ոչ թե եկեղեցուց, այս քահանաներից էլի։ Իմ համար եկեղեցին դա ավելի մեծ բան է, հա։ Ես նույնիսկ էլի եկեղեցու կողմն եմ, հայկական եկեղեցու, որտեղ հակառակ կողմում ներն է։ Այսօր կարող եք նայել իմիջիայլոց Մարինա Պողոսյանի հետ եմ ունեցել հարցազրույց շատ հետաքրքիր ու վերջում ես հենց եզրակացության եկա որ Հայաստանը կհաղթի թե չի հաղթի ապագա ընտրություններում ները կհաղթի Հայաստանին թե եկեղեցին կհաղթի ներին որտեղ եկեղեցին դա Հայաստանն է ները դա Թուրքիան է ասես պարզ եկեղեցին Հայաստանը ները Թուրքիան Ես վերջում ասես եզրակացության եկա որ եթե պարտվի Հայաստանը նշանակում է Հայաստանում հայ չի մնացել հայ չի մնացել որովհետև եթե Հայաստանում հայեր են ապրում ները չի կարող հաղթել եւ ամեն ինչ ընկնում է տեղը գիտեք Եթե մեր պատկերացած Հայաստանի տարածքում հայեր չեն ապրում, ու ընտրում են ներին, դա ափսոսելու բան չկա։ Ուրեմն Հայաստանը չի պարտվել ամեն դեպքում, որտեղ Հայաստանը դա տարածք է, որտեղ հայերն են ապրում։ Որ նշանակում է նաև, որ Հայաստանը սենց չի պարտվելու, եթե պարտվեց, ուրեմն այնտեղ հայեր չեն ապրում, այլ պարտվել։ Հայերը լքել էին Հայաստանը։
Կարծում եմ ընտրությունը այստեղ շատ մեծ չի։ Անկախ են վերաբերմունքից եկեղեցու նկատմամբ բան չէ։ Եկեղեցու թերություններով չէ։ Ես 2 օր առաջ լսեցի ճիշտ ասած եկեղեցու մամլոխոսնակի պատասխանները լրագրողներին։ Եթե այս վիճակը չլիներ, ես այդ մամլոխոսնակից իմ անունազգանը չեմ հիշում։ Կարծեմ են բանն ամբիցիոզ մեկը կա։ Դա խստած։ Դա վիճը։ Ասողիկը։ Ես անեսկաներ այդ ասողիկը լրագրողների չհանդիպեր։ Կամ որ հանդիպում է, թող չմոռանա, որ իր դիմացը ժողովուրդն է կանգնած։ Ձեզանից ոչ մեկ իրավունք չունի այդ գոնրով, այդ ամբիցիայով, այդ վերևից, այն էլ հոգևորական, հա։ Դուք մոռացել եք, որ դուք հոգևորական եք։ Այն հանգամանքը, որ ես երկին եմ ուզում, իդեմս ձեզ փրկեմ, դա ձեզ թույլ չի տալի, որ դուք տոնայնություն փոխեք հայ մարդու նկատմամբ։ Ուզում սա լսենք, մեծ ընֆիրդուսում, ժողովրդի մասով, հա։ Ինչ կասի քեզ, ժողովուրդ։ Ժողովուրդը ինչ կասի քեզ, ժողովուրդը ինչ կասի քեզ, ժողովուրդը սպունգ է դա, սեղմիր, ինչ տարել է նա ետ կտա, հնուց հայտնի է ամենքին։ Տիպիկ բռնակալի կամ հա արդեն ինչ որ պաշտոնի հասած մեր այսօրվա ստանդարտներով նախագահ վարչապետ կարծիք տիպիկ ոչ մի նոր բան չկա որ լսենք բայց ի տարբերություն Հայաստանի ներկայ իրավիճակի ժամանակի թագավորները իրենց շուրջը պահել են ոչ միայն ծաղրացու նաև խորհրդատուներ որոնք իրավունք ունեին կարծիքներ լսենք հիմա պատասխանը Ֆիրդուսու Հակառակ եմ ես այդ մտքին Սպունգ չէ միայն, այլև կայծակար, հարվածես շանթել կարծագենավար, հրդեհ կվարվի, հրդեհ։ Սա է, հենց էսա, որ մենք հակական համակարգում չունենք, այսինքն մեր բոլոր ղեկավարները, վարչապետ նախագահ, իրենց շրջապատել են ոչ թե մարդկանց, որոնք ունակ են և կարծիք ունեն, կարող են հակառակվել, այլ այն մարդկանցով, որ իրանք ինչ ասեն, պետք է ասեն օյո, ինչ հանճարեղ միտքեր, ինչ ափսոսա թուղթ ու գրիչը թողել է մեքենայից մեջ, թե չէ կգրեի սերունդներին սա հասցնելու համար։ Դրանցով են շրջապատում։ Բայց խելոք մարդիկ հասկացել են, որ եթե դու դրանցով է շրջապատում, քեզ, դու կվերանաս, ու Թուլատը օգտվեց հենց դրանից։ Ինքը այս խորհրդականի շորերով եկավ շահի մոտ և համաձայնվեց նրա հետ։ Եվ շահը զարմացավ ասեց, բայց դու հետ համաձայն չէիր, դու ո՞նց ես այսօր իմ հետ համաձայն։ Ասում է, ես մտածեցի, ես հասկացա դու ճիշտ էիր։ Այդ թուլատները չարքը հենց այդ խորհրդականներով է մտնում պալատ և կործանում պալատը։ Դա մեր պալատները չեն շենանում։ Մեր պալատները ինքնակործանվում են, որ չարը նույնիսկ ընդեղ կարիք չունի մտնելու։ Մեր ճակերտավոր թագավորները իրանք առանց չարի միջամտության բեր, իրեն շրջապատում են հենց տես մարդկանցով, որ մենակ իրաց ծապ պետք է։ Ու ասեն, ես եմ պետությունը։ Ով կարա իմ կարծիքին հակառակ լինի։ Դա ասում էր և Սերժիկ Սարգսյանը, և Փաշիկը։ Ես չեմ Ռոբիկ ինչ ասել, բայց մոտավորապես նույն բանն ասել։ Ռոբիկը նույնիսկ ասելու բան չուներ, Ռոբիկ ծնես էին վախենում, Արմենչիկ Գևորգյանի հետ էին կարողանում մենակ շփվել, ով էր Ռոբերտ հետ շփվում։ Գնանք տեսնենք հիմա նույն հարցին ոնց է պատասխանում։ Ասա, ժողովուրդն ինչ է։ Մի խառնամբող է։ Լկտի անամոտ կեղծավորտական կապիտների հոտ։ Բռնականներին հլու հնազանդ։ Դե ինքդ ասա, ժողովուրդն ինչ է։ Այո, տական չէ, եթե հլու է նա բռնակալին։ Իսկ ճշմարտության գոտեմարտի մեջ նա մի հերոս է և մի փարոս է լուսավոր։ Անշեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տեսնում եք ինչքան որակումներ կա ժողովրդի հետ կապված։ Եվ մասամբ բոլորը ճիշտ են։ Բոլորը ճիշտ են, եւ խելացին նա է, ով կարողանում է հասկանա, եթե ես այն տեսնում, ուրեմն նա էլ կա։ Եթե շատ եմ գայթակղվում ես մի տեսակով, հաշվի չեմ առնում, որ նա կա, ես շատ շուտ դառնում եմ այն արքաներից, որոնք շրջապատելով իրենց բացառապես հիմարներով, ինչպես էս կադրի մեջ է։ Իրանք որոշել են, որ իրանք այդ պետք է չհայոյեն։ Հա? Բացառապես հիմարներով հասում են այն վիճակի, որ հրապարակում են մի փաստաթուղթ, հետո սկսում են հերքել իրենց հրապարակածը, հետո ավելի մեծ հիմարության մեջ են ընկնում։ Սա ամենաանմեղ բանն եմ ասում։ Այդ չեմ ասում երկրի կործանում, պատերազմների տալուն տալ, սպանդ, աղետ եւ այլն եւ այլն։ Այսօր համար այսքանը։ Դիտեք նաև այսօր Մարինա Պողոսյանի հետ հաղորդումը շատ հետաքրքիր է, շատ երկար եւ շատ ուսանելի, գոնե իմ համար շատ հետաքրքիր է եւ սա շատ ուսանելի։ Եվ ինչքան հաճելի խելոք մարդկանց հետ շփվում ես, այնքան նոր մտքեր են գալիս, որոնք շատ կարևոր են քիչ սխալներ եւ լավ արդյունք ունենալու համար։ Այսօր համար այսքանը լավ մնացեք։